ինչի վրա հիմնված լինեն, դա իմ այ իրավապահ համակարգերի չետևությունների եսահանգել, դա իրավապահների պատվարժան դատարանությունից որոշում կայացնի, դա էլ պատվարժան դատարանի տիրույթում գտնվող խնդիր։ Իմ տիրույթում գտնվող խնդիրը այնքան է, որ ես ասում եմ, մենք իրար չենք ճանաչում, պարոն հայոյանքի իմաստը, անկեղծորեն, ես այս մարդու տարիքը նայում եմ ու խոնարհվում եմ իրար, բայց հայոյելու իմաստը կասեք, ինձ այդպես է փոխանցում, ինձ հայոյել է։ Հետո կուտակվել է, որն է այնտեղ իմաստը, չէ՞, Նարեցիք պարոն Ներսիսյանի Գևորգ Մեսյանի Դավիթ Լազարյանը, ուսմունքը որ Գևորգ Մեսյանը ընդհանրապես որևէ չի ասած ինչ է, այդ դեպքում պարոն Ներսիսյանն էստեղ, դա կարծում եմ ինձ ուղղելի կա։ Այասի, որ Դավիթ Լազարյանը ձեզ երիտասարդը, որ միջադեպից առաջ ամենից նորմալ են ընթանում, միջադեպից հետո խնդիրներ առաջացնում։ Տարբերություն տեսանելի Յաննա Վարամանյանը դատարանում ուսում տալիս ասել, Դավիթ Լազարյանի կողմից շրջիկ շտաբ վերադառնալուց հետո ինքը շարունակել է բնականon աշխատել մարդկանց ուժերներ առաջարկել, ոմանք ստեղծել են, այսինքն որևէ խնդիր չի եղել։ Ինչ կարծեք դրա մասին։ Յաննա ձեզ վերեկացել է, որ ընթացքում նորմալ աշխատել է այդ ուժերները, բաժանել միջադեպից հետո որևէ խնդիր չի եղել։ Հաշվի առնելով Յաննան Լեռնային Ղարաբաղից համված քաղաքացիների Յաննան ձեզ ասել է նման բան, որ շարունակել է աշխատում է ոչ։ Կամ ձեր հարցին պատասխանում, որ ինքը առհասարակ բաղարշապատ խոշորացված համայնքում որպես այդպիսին ծանոթներ, ընկերներ չի ունեցել։ Եվ տվյալ գյուղի տարբերություն Յաննա Վարամանյանի ծանոթ է եղել Գառնիկ Ղազարյանը այլ բան։ Ու նաև Գառնիկ Ղազարյանը շրջել է գյուղի տարբերություն Յաննա Վարամանյանի։ Այստեղ իրավիճակ է, որովհետև մարդը շրջել է գյուղում, հանդիպել է մարդկանց, որոնք հայոյել են։ Հետո մարդը վերադարձել այնտեղ, Լիանան, քանի որ Լեռնային Ղարաբաղից է եւ լավ չի պատկերացնում իրավիճակը, կամ գուցե իր խնդիրները չի դա պատկերացնել, Գառնիկ Ղազարյանը փոխանցել է Լիանա Վարամանյանին արտավազն։ Կարծում եմ դա ասած պետք է լինի Լիանան, որ մեքենաների կուտակում է նկատել։ Մեքենաների կուտակում առանձնազրույցներ, ձեր հարցի պատասխանը, ձեր հարցն է։ Դուք դա ձեր երևակայությունն եք ասում, թե ձեր ենթադրությունը ինչի մասին եք խոսում։ Դուք տեղյակ եք, որ Լիաննա Վարամանյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը պտտվել է գյուղում, բուկլետներ է բաժանել, մարդիկ նույնիսկ գրավել են սուրճ խմելու, ինչ եք խոսում։ Դուք ձեզ ասել եք, որ ինքը չի պտտվել։ Ես առնվազն այդպես գիտեմ, որ պետք է մինչև միջադեպը գուցե պտտված լինի, ես ասեցի, չէ, որ ակտորը նախնդականը ինչ սկզբում ողել աշխատի և աշխատի։ Մեկը շրջել է, մյուսը շրջելուց հետո եկել է, մյուսին հանգստանալ, շրջողը հանգստանալու հնարավորություն ունեցել այդ սեղանի շուրջ նստելու, մյուսը դուրս է եկել էլի պտտնում, տրամաբանության մեջ։ Հիմա նույն տրամաբանության մեջ Յաննա Վարամանյանը ասում է, երբ որ Գառնիկ Ղազարյանը ներսրտված եկավ նստեց այդ շրջիկ շտաբ, բայց ներսրտված եկավ, չէ։ հա, ներսրտված եկավ նստեց շրջիկ շտաբ, ես չեմ բացառում։ Շարունակել է իր կողմից գործողություններ կատարվել, բուկլետներ բաժանել ու որևէ խնդիր չի նկատվել։ Նախագահող դատավորի հարցին այդ կուտակումներ հետ, որ մարդիկ էին հավաքված, այդ մարդկանցից նույնիսկ ժեստիկուլյացիա եղել է, որ դուք ընկալեք, որ ուղղված եղել ձեզ, ասում ոչ։ Ցուցմունք է տվել, որ դուք ձեր այդ շրջայցի մեքենաներով ընթացքում նույնիսկ կանգնել եք, կարող փոխել դուք չէ ձեր, հա, այդ Շարասյան մեքենաներից բուկլետ են փոխանցել փողոցով անցնող մարդկանց, եղել է դրանք, թե ոչ։ Ավտոյի
բաժանվել է, տրվել է, ոչ թե գուցե վստահաբար տրված չէ, որովհետև միայնակ չեմ, Հարոզարշավը արդեն բնույթ ու տրամաբանությունը փոխած այլ դրսևորմամբ,